Թուրքիայի ներկայացուցիչն ասել մեզ մոտ ասում են, ես էլ ասել եմ, բայց գիտեք ինչ, մեզ մոտ են այդպես ասում։ Ջուրը փոքրին խոսքը մեծին սակասեր Հայաստանի վարչապետը հայ եւ թուրք ժողովրդի ընդհանրությունն ընդգծելու համար։ Հայ-թուրքական հարաբերություններում ում կհասնի ջուրը, ումն է առաջին խոսքը, ամեն ինչ առջևում է։ Հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարայում սակայն ավելի ակտուալ է Շանհետ ընկերություն Արաբ հայտը ձեռքումդ պահիր ժողովրդական խոսքը։ Ապագան լավ բան չի խոստանում երբեք բնականաբար։ Մի քանի քայլ ու ատոմն իր այգուց կարող է հայտնվել թուրքական կողմում։ Շալարերն են բաժանում սահմանը։ Պետական սահմանն է, արդեն ստեղից սկսվում է, ու այն կողմը հենա ծառները որ երևում են, արդեն դեղ գետնա, արագ գետնա։ Այն կողմը արդեն թուրքերը այնտեղ որ խոսում են, մենք ստեղ լսում ենք։ Այնտեղից հահում են մեզ, մենք ստեղ լսում ենք։ Հիմա երբ ասում են սահմանը բացեն ու թուրքերի հետ եղբայրություն անեն, ինքը զարմանում է, որ թուրքերի, այն որ կոտորել են իր նախնիներին, թե այսօրվա, որ եղբայրական Ադրբեջանի թիկունքին կանգնած հայաթափեցին ու օկուպացրին Արցախը։ Տատս Ղարսեցի ա եղել։ 12 թիվներ ինքը, 15 թվին որ փախել են ստեղ, այս կամրջի մոտ, կամրջի այն կողմում։ Իրա հերնումերը տեղ են թաղված։ Իմ տատիս հերնումերը։ Մենակ ինքնա փրկվել, որ եկել է Որփանոց, Էջմիածի, ճիշտ է գալող սերունդ է։ Էլ կարող է մոռանա ամեն ինչ էլ մի 100 տարի հետո դնեն ծիզեռնագա բերտնել քանդեն կամ ինչ անեն, բայց մեր հիշողության մեջ չկա, չէ՞ այդ ամեն ինչը, դա տպավորված է, որ մենք տատս այնքան պատմե, պապս այնքան պատմե, մենք լսել ենք ամեն ինչը։ Խնդրելով ու համոզելով հարաբերություններ չեն հաստատվելու, ասում են մարգարայի բնակիչները, որ ամենալավն են ճանաչում սահմանի հակառակ կողմի մարդկանց։ Զորով, հա զորով, պետք է երկու կողմերը համաձայնություն տան։ Բացը մենք լավ ենք ուզում, մինչև ուժ չլինի, ոչ մի լավ բան չի։ Նսեմացած ապրել պետք չի մարդկանց։ Չի կարելի էլի, ասենք, եղբայրություն անել։ Մի ազգ հետ, որ ինքը դարավոր մեր թշնամին է եղել։ Ինչ են ձգձգում խաղաղության պայմանագրի կստորագրվել անմիջապես։ Ձգձգում են չեն ստորագրում Ադրբեջանը, թուրքերն էլ նայում են նրանց իրանց կրծեր եղբորը ու բան չեն անում։ Անցագետը չեն բացում փաստորեն։ Պապական թշնամի չեն իրանք մենակ։ Այսօր էլ են թշնամի։ Բուն նպատակ է Հայաստան առանց հայերի։ Որ դառնա սաղ իրանց է, փայ են անում էլի։ 3 պատերազմի մասնակից է Գևորգը, զինվորական որդուն էլ 44-օրյային է կորցրել։ Ասում է խաղաղությունը վատ բան չէ, բայց դրան պետք է պատրաստ լինեն բոլոր կողմերը։ Մի բան գիտեմ, ես որ մեր մեծերը ասել են, եթե շատ Շանհետ ընկերություն ես անում, հետը ձեռիցը չպետք է գցես։ Հիմա այդ նույն բանը գալիս է մեր դեմը։ Իմ թիկունքում ահա մարգարայի անցակետն է, որը թուրքական կողմից կողպված է ավելի քան 3 տասնամյակ եւ 3 տասնամյակի ընթացքում երկրորդ անգամ ահա սահմանը բացվում է, այս անգամ որ Հայաստանից Սիրիա օգնություն հասնի։ Գյուղացիներն առավոտից սահմանի դարպասների մոտ էին, հետաքրքիր է ելումուտը, ուզում են հասկանալ ինչ է կատարվում իրենց քթի տակ, բաց սահմանի հետ էլ, փակ դռների հետ էլ, ապրողն իրենք են։ Հետաքրքիր է, թե որ բացին ու կուտկելի հայ ժողովրդին վնասած է ինչ է չի դա թե ինչ։ Դուք ո՞նց եք մտածում։ Ես մտածում եմ, որ լավ չի լինի։ Եթե պետք է բացվի, վադը գնա, դու չբացի, թուրքը մնում է թուրք։ Իհարկե թուրքը միշտ պապենական ցեղասպան պետություն է մեր հանդեպ մեր պապերին կոդորերա, ջարդերա, իսկան տեսանք մենք նաև Ղարաբաղյան շարժումը։ Մարգարայի կամուրջը բաց կլինի 10 օր մարդասիրական օգնությունը Սիրիա հասցնելու համար։ Երևանը շնորհակալ է Անկարային այս հարցում համագործակցելու համար։ Մինչդեռ ամենասեղմ ժամկետում երրորդ երկրի քաղաքացիների առաջ սահմանը բացելու հարցում հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում։ Հայկական կողմը վերակառուցեց մարգարայի անցակետը ծախսելով շուրջ 1 միլիարդ դրամ, սակայն առ այսօր պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։ Անկարայից էլ մեկ անգամ չէ, որ հայտարարել են, հարաբերություններ կկարգավորեն, երբ Երևանն ու Բաքուն վերջնական լեզու գտնեն։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։